բարդ է այդ process-ը իրեն հարմարացնել։ Խրախուսվում է նաև արտադրոցական ուսուցում եւ պարարվեստը մասնավորապես։ Ուղղակի մենք մանկավարժներս պետք է ճիշտ մոտենանք երեխաներին։ Ինչ է տալիս երեխային հենց նման փառատոների կազմակերպումը։ Ծրագրում նաև ներառում ենք տարազագիտություն։ Սա նաև ինքնաընկալման, ինքնաճանաչման process է։ Այսինքն երեխային ճիշտ չեն կրթում։ Ինչպես ճիշտ աշխատել երեխայի հետ եւ հոգեբանորեն նաև յուրաքանչյուրին տալ անհատական մոտեցում։ Մանկավարժ լինի, որ հոգեբանորեն կարողանա այդ երեխային մոդենալ։ Ինչու է արվեստը կարևոր կրթական գործընթացում։ Հետաքրքիր չի ձեր ազգային յարխուշտան, ձեր ազգային քոճարին։ Արտադրոցական կրթությունը կրթության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Այսօր թողարկման ընթացքում զրուցելու եմ Արշակ Ամիրյանի հետ, պարուսույց մանկավարժ։ Ողջույն Արշակ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն նաև ձեզ։ Արշակ, այսօր եթերում զրուցելու ենք պարարվեստի մասին, եւ առաջին հարցը այսպիսին է. արդյոք պարը համարվում է հոբի, թե կարող է համարվել լիարժեք կրթություն։ Նախ եւ առաջ ուզում եմ որպես հոբի ներկայացնել Ամիրյան պարարվեստի կենտրոնում այս պահին հաճախում են մոտ 150 եւ ավել աշակերտներ։ Ունենք այնպիսի խմբեր, որը առանձնացված է, այսինքն երեխաները հաճախում են որպես զբաղմունք եւ ունենք նաեւ առանձին մեծերի խումբ, որտեղ արդեն մասնագիտացված երեխան ստանում է լիարժեք կրթություն ու երեխաների հաճախականությունը պայմանավորված է հենց արտադրոցական պարամունքների շրջանակներում, որովհետեւ հիմա Գյումրիում դպրոցներ կան, որ անցնում են, ես էլ դասավանդում եմ ազգային երկու պար առարգան, որպես պետական առարգա, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանցիները պարտադիր անցնում են ու հենց այդտեղից սկսում են իրենց պարարվեստի առաջին քայլերը, երբ երեխան ծանոթանում է առաջին անգամ, օրինակ 5-րդ դասարանցին, մի քիչ բարդ է այդ process-ը իրեն հարմարացնել, բայց երբ սկսում են արդեն պարերի ծագումնաբանությունը ուսումնասիրել, երբ արդեն պարաքայլերը տանում ենք դալիճ, սկսում են իրենց հետաքրքրվածությունը ու հետաքրքրվում են, որ ավելի խորացված զբաղվեն ու արդեն սկսում են մեր կենտրոն հաճախել։ Այդտեղից մենք արդեն առանձնացնում ենք ովքեր են որպես զբաղմունք վերաբերվում, որպես հոբի գալիս պարամունքներին եւ ովքեր լուրջ պրոֆեսիոնալ մագարտակ են ուզում հաճախել ու խմբերը բաժանում ենք։ Մենք նաև մեր production-ը, Արարտ production-ի հիմնադիրն ենք, ես եւ ընկերս Արթուր Սուքասյանը, ով հրազդանում է, հիմա երկու թևով ենք աշխատում, ես համակարգում եմ որպես Շիրակի մարզի բարային կոլեկտիվներին, իսկ Արթուրը ընկերս հրազդան, ճամբարակ այդ շրջանի բարային կոլեկտիվներին, որը լիցենզավորված կազմակերպություն է Արարտ production-ը, այսինքն նախարարությունն էլ է իր միջոցները ամեն ինչ անում, որպեսզի մեր երեխաները մասնակցեն բազմաթիվ լիցենզավորված փառատոնների։ Կարող ենք ասել, որ այստեղ գնում է նաև խրախուսանքի պահը, որ խրախուսվում է նաև արտադրոցական ուսուցում եւ պարարվեստը մասնավորապես։ Այո, իհարկե կարող ենք ասել, որովհետեւ երեխաների հաճախականությունից կախված արդեն հետաքրքրություն է առաջացնում իրենց փառատոնին մասնակցելը, հեշտականություն, այսինքն գրաֆիկը, որ իրենք զբաղված են, օրինակ դեկտեմբեր ամսին պլանավորած ունեինք 4 փառատոն ու երեխաները անամպեր սպասում են հենց դասերի ավարտից հետո երբ են գալիս, ինչ հեշտականությամբ ենք սկսելու, այսինքն երեխաների մեջ կա սեր, ցանկություն, ուղղակի մենք մանկավարժներս պետք է ճիշտ մոտենանք երեխաներին, ունենալու ենք նաև պարտություններ եւ ունենք պարտություններ երեխաներին հավաքագրել մեկ տեղում։ Հիմա կա բոլոր համույթներում էլ տղաների խնդիրը, այսինքն երբ մենք պարապեմադրություն ենք անում, օրինակ վերջերս բեմադրեցինք ռազմապար, որը հիմնականում պարում են տղաները ու ցավոք պետք է նշենք, որ չունենք այդ լիարժեք քանակությունը տղաների բոլոր համույթներում էլ, օրինակ մեր կենտրոնում մեծերի խումբը հաճախում է 16 աղջիկ, 4 տղա ու դժվարանում ենք այդտեղ։ Հիմա մեր ինչով է սա պայմանավորված ըստ ըստ ինձ պայմանավորված է, երբ ես հետ եմ գնում մեր տարիներին, օրինակ ես մի 20 տարի հետ եմ գնում, երբ ես էի հաճախում Պարի, Վարպետի մոտ ենք ապրել, իմ Վարպետս ընկեր Համլետն է եղել, երբ ես գնում էի Պարի, հաճախում էին 40 եւ ավել տղաներ։ Այսինքն այդ ժամանակ, երբ մենք մի շարքից տեղափոխվում էինք երկրորդ շարք, դա մեզ համար մեծ հաջողություն էր, մենք պետք է ինքան աշխատենք մեր վրա, որ բարբերաբար առաջ գայինք ու մրցութային էր այդ պահը կար, որ ես փորձեմ աշխատել ինքս ինձ վրա, որ տեղափոխվեմ առաջին երկրորդ շարք, իսկ հիմա մենք կոպիտ ասեմ պահում ենք այդ 4-5 երեխաներին, որովհետև ունենք հենց այդ 5 երեխաները։ Դա պայմանավորված է երևի, որ հիմա ավելի շատ թվային աշխարհով են ավելի շատ հետաքրքրված, այսինքն ինտելեկտուալ խաղեր, թվայնացված խաղերի մեջ են խորացված ու տղաների մոտ հիմնականում այդ ցանկությունը չկա պարարվեստով զբաղվել,
կարող է եւ շրջապատից նույնպես լինի, որ կոպիտ ասած ծաղրելու պես անեն, որ այ բարի եք գնում կամ որ բարի եք հաջախում նմանատիպ խոսակցություններ եղել են, դրա համար մենք փորձելու ենք, որպեսզի հենց այս դպրոցական ծրագիրը ազգային պարարարգան ընդգրկենք հիմնականում տղաներին, այսինքն ես կոնկրետ ուշադրություն եմ դարձնում, որ առաջնային շարքում առաջնային դեր հանձնարարեմ տղաներին ու հիմա ունենք բավականին լավ հաջողված պատկեր, որ կարողացանք 12 հիմնական պարող տղաներ ունենանք, որոնցում կարող ենք մեր պարապեմադրությունները ճիշտ անել։ Մի քիչ հոգեբանորեն է դժվար, որ պետք է երեխաներին նաև որպես մանկավարժ հոգեբան մոտենանք, այսինքն իրեն տրամադրենք Որոնք են հիմնական դժվարությունները դասավանդման մեջ։ Դասավանդման մեջ հիմնական դժվարությունը հենց դալիճ այդ process ուղեկցելն է, որ պետք է տրամադրել երեխաներին միշտ կա այն կարծիքը, որ վայ չէ, մենք դալիճ չենք գալիս, չենք ուզում բարել եւ այլ վախը բեմից միշտ այդ եղել է առաջին անգամ, բայց երբ արդեն խոսում ես որպես մանկավարժ, որպես հոգեբանորեն մոդենում ես, հանձնարարում ենք կարևոր թերեր երեխաներին, ու երբ արդեն այդ process-ի մեջ իրենք մտնում են, արդեն հագուստներ ենք ընտրում, արդեն պարապեմադրություններ ենք անում ու պատրաստում ենք ելույթին, արդեն բացվում են երեխաները։ Աշակ, մի փոքր խոսենք փառատոնների մասին։ Հետո նշեցիք, որ դեկտեմբերին եղել են 4 փառատոններ, եւ արդյոք այս փառատոնները նույնպես երբ երեխան բարձրանում է բեմ, օգնում է որպեսի հաղթահարի վախը բեմելույթից առաջ կամ նաեւ ինքնաճանաչման ինչ որ փուլ է, որովհետեւ պարը մենք չենք կարող ասել միայն շարժումներ է։ Սա նաեւ ինքնաընկալման, ինքնաճանաչման process է։ Եվ ինչ է տալիս երեխային հենց նման փառատոնների կազմակերպումը։ Հատկանշական է նշել նաև դեկտեմբերի 10-ին մեր հանրապետական փառատոնը, որը կազմակերպեցինք Արարտ Production-ով, որտեղ մասնակցում էին 400-ից ավել մասնագետ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, ունենք Մարդունուց, Հրազդանից, Երևանից, մեր Շիրակի մարզի գյուղերից ժամանած երեխաներ եւ մեկտեղ էլ 400 մասնագետ մի բեմում, դա ահռելի աշխատանք էր, նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բոլոր պարային կոլեկտիվներին, որոնք որ վստահում են Արարտ Production-ին, հիմա ուզում եմ բացեմ ճակերտները մի քիչ ինչու՞մն է կայանալու Արարտ Production-ի տարբերությունը մյուս production-ներից, որ անմիջապես այս հրավերքները, այս փառատոնային կազմակերպությունները նախարարությունը իր անմիջական նշանակությունն ու ներդրումն ունի, որ օրինակ գրություններ ենք ուղարկում, շրջաբերականներ ենք ստանում, որ օրինակ դեկտեմբերի 26-27 Մարալիկի Կապուտան պարային համույթին եւ Արմիրյան պարարվեստի կենտրոնի համատեղ մեկնում է Թիֆլիսում միջազգային փառատոնի։ Դա էլ ենք մենք կազմակերպել այդ Արարտ Production-ը, հրավերքը մենք ստանում ենք նախարարությունից, այսինքն մեր փառատոնները մագարտակը տարբերությունը չի կարող գնանք հասնենք այնտեղ դինի օրինակ շատ ցածր մագարտակի կազմակերպած, դա է առավելությունը ու մեր խմբերը մեզ վստահում են։ Հիմնականում երեխաների մոտ դեկտեմբերի 10-ի այս փառատոնին նկատվեց այդ մրցակցությունը, որ օրինակ տարբեր մարզերից են եկել, մյուսը ասում էր մեր պարը ավելի լավն էր, մյուսը այդ կարմիր գորգով մուտք ենք դրել, որը մի քիչ այս ֆորմատը տարբերվում էր կուլիսային այդ փառատոնի վիճակներից, երեխաները կարմիր գորգով ղեկավարի ուղեկցությամբ մտնում էին հանդիսությունների սրա, անհատական բոլոր երեխաներին, որ նկարահանում էինք կազմակերպել, երեխաների մոտ ոգևորվածություն էր առաջացել ու մենք որպես հիմնադիր վերջում համերգից ուզեցանք զրուցել երեխաների հետ ու հարցնել ինչ որ թերություններ, մենք միշտ բարբերաբար քննարկումներ ունենում ենք, որպեսզի հասկանանք հաջորդ միջոցառումներին, այո, այդ քննարկումներին ֆորմատը այնպես էին կարել, որ ամեն խմբից փորձենք ինչ որ կարծիքներ խմբի մեծ երեխաներից իմանայինք ու ոգևորվածությունը շատ մեծ էր երեխաների, մասնակցությունը նույնպես ու հիմնականում այդ մրցակցությունն հոգեբանորեն պատրաստվել էր, որովհետև ունեինք այնպիսի մասնագետներ ու համույթներ, որոնք առաջին անգամ էին բեմ բարձրանում ու նմանատիպ հանդիսությունների սրամ ու այդքան հանդիսատեսի դիմաց լարվածություններ նկատվում, ունեինք շատ փոքրիկ մասնակիցներ, 4 տարեկան երեխաներն էլ էին մասնակցում ու իրանց մոտ նկատվում էր այդ լարվածությունը, ծնողների տրամադրվածությունը, հուզմունքը, այո, բայց երբ տեսան այդ հյուրերին պատկերացրեցին ինչ մագարտակի միջոցառում են մասնակցում, պատվոգրեր ստացան արժանացան բոլոր մասնագետ երեխաները, արդեն վերջում ղեկավարներին հարցրեցինք, ուզում էին որ հաջորդիվ, երբ է կայանալու հաջորդը, այսինքն մենք փորձում ենք այնպես անենք, որ երեխաները պատրաստվեն, այսինքն սպասեն դե երբ է գալիս այս տոն օրերը վերջանա, հաջորդ փառատոնը երբ է լինելու։ Դրա համար փորձում ենք հիմնականում մեր կենտրոնի երեխաներին ճիշտ մոդեցում ցուցաբերել,
որը հիմա Գյումրիում ունենք այդ խնդիրը իրոք։ Երբ իմանում ենք, որ բացվել է ինչ-որ մի հատ կենտրոն կամ հարդաժամյա պարամունքների սրահ կամ ինչ-որ երեխաները հաճախում են ու զարմանում ենք, որ օրինակ այդ կենտրոնում հաճախում են 60 աշակերտ, այսինքն երեխային ճիշտ չեն կրթում, դա է մեր Արշակ, խնդիրը։ այստեղ մի հարց ծագեց, որովհետև ցանկացած կրթական process-ում, բացի գիտելիք փոխանցելուց, նաև շատ կարևոր է հոգեբանական պահը, այսինքն ինչպես ճիշտ աշխատել երեխայի հետ եւ հոգեբանորեն նաև յուրաքանչյուրին տալ անհատական մոտեցում։ Մենք խոսեցինք լիցենզավորված ծրագրերի մասին եւ այստեղ վստահությունը շատ մեծ է, որովհետև նաև մանկավարժի որակավորումն է այստեղ վերահսկում։ Ինչպես է ստացվում, որ ծնողները այսպես ասենք խաբվելով մեդիա դաշտին, երեխաներին տալիս են արտաժամյա տարբեր պարապմունքներին, որտեղ մանկավարժի որակավորումը, այսպես ասած, շատ ակնառու չի երևում եւ արդյոք հաշվի են առնվում այս բոլոր կետերը, այսինքն երեխայի նախապատրաստում, բացի դրանից նաեւ պարային շարժումները կարող են ֆիզիկական ինչ-որ վնասվածքների բերել, այս մասով ինչ եք կարծում, ինչ խորհուրդ կտաք դուք, ինչպես ճիշտ ընտրել բարի համույթները։ Շնորհակալություն հարցի համար, մի հատ կարևոր մեջբերում եմ ուզում անել, երբ ես ուսանող եմ, ես սովորել եմ Երևանի Պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մանկավարժության հենց ամբիոնը, ու մեզ բախտ է վիճակվել կոնկրետ ինձ։ Իմ կուրսղեկը եղել է պրոֆեսոր Կարեն Քևորքյանը։ Այսինքն ինձ հնարավորություն է ստեղծվել ու ընձեռնվել, ես տեսնեմ ու զգամ ճիշտ պարարվեստի մոտեցումը, երբ մասնագիտական պրակտիկայով հանդես եկանք Բերդ պարային անսամբլում ու հնարավորություն ունեցանք գոնե մեկ անգամ համատեղ ելույթ ունենանք, նոր հասկացանք, թե ինչ բան է ճիշտ մոտեցումը, այսինքն պարոն Քևորքյանի հետ շփվելուց, այսինքն իր պրոֆեսորատ ասախոսական անձնակազմով մեզ տվեց այդ 2 տարին այնպիսի գիտելիքներ, որ մենք մեր երեխաներին ճիշտ մոտենանք, ու ցավալի է, չեմ ուզում համույթների անուններ նշել կամ կոնկրետ վերագրել, որ Գյումրիում ու բոլոր տեղերում ունենք այդ խնդիրը, երբ մենք շրջայցներ ենք կատարում տարբեր շրջաններ եւ այցելում ենք օրինակ պարային կոլեկտիվներ, մտնում ենք պարասրահ ու տեսնում ենք պարուսուցից սխալ մուտքը պարասրահ, այսինքն հենց այդտեղից արդեն գալիս է իր մասնագիտական գիտելիքներ, այսինքն պարասրահ ոնց է մտնում, նախավարժանք չենք տեսնում, այսինքն խմբերի մոտ չկա process պատրաստվելու բուն պարային փորձին, այսինքն կոնկրետ մեր կենտրոնը, երբ երեխան հաճախում է, ունենք շաբաթական այնպիսի օր, որ օրինակ գիմնաստիկայի ուսուցիչը գալիս է, երեխաների հետ հատուկ աշխատում է, այսինքն նախապատրաստական փուլն է անցնում, նոր մոդելնում են ծողերին կամ մոդելնում են արդեն դալիճին, որպեսզի փորձը սկսեն, ու ցավոք Գյումրիում ու շատ հիմա տարածված է, որ երեխաները գալիս են պարասրահ ու անմիջապես առանց բացվել, առանց էր ասած ինչ-որ վնասվածքների մասին չմտածելով սկսում են երաժշտությունը միացնել ու փորձ անել, դա արդեն սխալ մոտեցում է, ու զարմանալին այն է, որ իմանում ես, որ բացվել է ինչ-որ մի հատ համույթ կամ կրթահամալիր, որտեղ հաճախում են 100 աշակերտ, ես բան չունեմ ասելու, կարող է եւ ծնողը ուղղակի որպես զբաղմունք է վերաբերվում է երեխային արդաժամյա պարամունքի է տալիս, բայց դա պարարվեստին կոնկրետ բուն պարարվեստով զբաղվելու համար 100 աշակերտ ունենալը մեկ պարուսույցով դա անհնար է, այսպես ասեմ, այսինքն ինքը պետք է անցած լինի այդ ուղին, այսինքն մանկավարժ լինի, որ հոգեբանորեն կարողանա այդ երեխային մոտենալ, ես փորձի եմ մտել, փորձասենյակ եմ մտել, ընդանուր փորձը չի կարելի անել 20-ից ավել երեխաների հետ, երբ 100 երեխա կանգնած, ես նկատում եմ, որ վերջին շարքի կանգնած երեխաներին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում։ Մենք մեր կենտրոնում միշտ ունենում ենք հաշվետու համերգ ծնողներին նվիրված, որ այդ ծնողը 2-3 ամիս հետո գալիս կենտրոն, տեսնում է իր երեխայի պոտենցիալը, այսինքն աճ կա, թե չկա, խմբերի հետ փոփոխություն լինում է, թե չէ։ Իսկ այդ կոնկրետ խմբին, որտեղ որ մենք այցելել էինք, ես մոտեցա վերջում պարուսուցին ու ասեցի, օրինակ, ես լինեմ այս վերջին երեխայի ծնողի տեղը, դուք ընդհանրապես 2 ժամվա ընթացքում այդ վերջին երեխային չմոտեցաք, այդ երեխան սխալ էր պարում, ճիշտ էր պարում, ընդհանրապես այդ խնդիրն է։ Ու ծնողներին էլ եմ միտեղ ինչ որ մեղադրում, որ տանում են այդպիսի պարային խմբեր, այսինքն իրանք չեն հաշվի առնում, որ հետագայում կարող է երեխան շարունակի, իրանք հետաքրքրում է, որ 2 ժամ երեխան կնա փորձի, համերգ
կազմակերպի մի անգամ փեմ բարձրանա, բայց լուրջ մոդեցում երեխային չի ցուցաբերվում, բայց մենք Գյումրիում ունենք այնպիսի կոլեկտիվներ, այնպիսի պարուսույց ղեկավարներ, որոնք ունեն անցած ուղիներ։ Ու մենք էլ հիմա այս մեր տարիքում դեռ շատ ունենք, որպեսզի մեր վարպետներին, մեր այդ լուրջ կոլեկտիվներին ինչ որ կարողանանք համատեղ ելույթ ունենանք։ Ու ցավալին այն է, որ այդ լուրջ կոլեկտիվներում հիմա հաջողում են ենթադրենք 50 երեխա, որտեղ մասնագիտացված կրթություն են ստանում, իսկ նորապաց կամ իմանում ես, չգիտեմ ինչ, խումբ է բացի 140 աշակերտ են։ Դա ցավալի ու լուրջ հարց է։ Արշակ, իսկ ինչ է տալիս երեխային պարը, բացի շարժումներից։ Առաջինը կոլեկտիվ աշխատանք։ Երբ մեր կենտրոնը հաջողում է, ես էլի ամեն ձեր խոսքը ուզում եմ իմ կենտրոնի սաներին վերագրեմ, որովհետեւ մյուս հավույթները չնեղանան, կոնկրետ ընկերասիրություն։ Երբ երեխան գալիս է առաջին անգամ մտնում է պարասրա, մի քիչ դժվար է ընդելանալ, բայց երբ արդեն այդ մեր ընտանիքի հետ մտերմանում է, պարամունքից վերջանալուց հետո չենք կարող բաժանել երեխաներին, այսինքն հանդերձանում զրուցել, հանդերձանում ընկերասիրություն է տալիս, նվիրվածություն, պատասխանատվություն ամենակարևորը։ Մենք փորձում ենք, որպեսզի մեր երեխաներին երբ տանում ենք համերգների, առանց ծնող տանենք։ Օրինակ հիմա դեկտեմբերի 27-ին տանում ենք Թիֆլիս միջազգային փառատոնի մասնակցելու, կոնկրետ ես ժողովին ասել եմ, որ ցանկալի է ծնող չլինի երեխաների հետ, այսինքն երեխաները, այո, հիմա մենք գնում ենք, ճիշտ է, երկու ծնող գալիս են մեր հետ, բայց հիմնականում երեխաների այդ պատասխանատվությունը, տարազի նվիրվածությունը, այսպես ասած, իրենց հագուստներին հետևելը, իրենց բեմական կերպարին հետևելը, իրենց ամեն ինչ, իրենց շարժուձևին հետևելը ինքնուրույն։ Դրա համար պարը կոնկրետ մեր կենտրոնի երեխաներին տալիս է մտերմություն, հավատարմություն, ընկերասիրություն, բոլոր այն դրական հատկանիշները, որով կարող է օժտված լինել երեխան։ Արշակ, դուք նաև նշեցիք, որ դասավանդում եք զուգահեռաբար դպրոցում։ Այ ինչ տարբերություններ կարող եք նշել դպրոցում դասավանդման մեթոդների եւ առհասարակ process-ի մեջ եւ նաև արդեն առանձին որպես ձեր համույթի։ Ինչ տարբերություններ եւ նաև դժվարությունների մասին խոսենք։ Կոնկրետ էլի բաղով ասեմ, ինձ համար այդ 40-45 րոպեն է քիչ, այսինքն ես թեորիապես երբ խոսում եմ, սիրում եմ ավելի ընդլայնված խոսել երեխաներին հասանելի ծագումնաբանությամբ, օրինակ մեր դպրոցական ծրագրերում շաբաթական 1 ժամ ամեն դասարանին հատկացվում է ու կարծում եմ դա իմ համար շատ քիչ է, այսինքն երեխաները հետաքրքիր լսում են, օրինակ անցնում ենք Կարինի տարածաշրջանի Կարնո Քոչարին ենթադրենք, մենք բացատրում ենք Քոչ արմատը ինչ է նշանակում, Քոչարին որտեղից է գալիս, իրենք գրի են առնում, այսինքն այդ 45 րոպեն շատ քիչ է, որովհետեւ երեխային կարողանանք տալ այդ ինֆորմացիան, հետո ստանալ, իսկ հաջորդ ժամին մենք գնում ենք դալիճ, որովհետեւ արդեն պարային քայլերը, այս process-ը սկսենք ուսումնասիրել ու տարբերությունը մասնագիտականից ու որպես դպրոցի առարգա որ նայում եմ, իմ համար ժամանակի խնդիրն է, որ այսինքն պարասրահում կարող ենք ցույց տալ, այսինքն բարի լեզվով խոսել, իսկ դպրոցում ու դասարանում բուն ծրագրով ենք մենք առաջնորդվում, որը անկեղծ երեխաների մոտ մեծ սեր է առաջ բերում ու հետաքրքրված են։ Ու հիմնականում մենք մեր դասապրոցեսները վերջին ժամում ենք անում, ու չի եղել դեռ մի ժամ, որ ասենք երեխաները քնան կամ չմնան այդ ժամին, օրինակ որ ազգային երկու պար են լսում, պարդադիր երեխաները գիտեն, որ չի կարելի բացակայել, իրենց հետաքրքրում է ու հիմնականում էլի եմ լսում տղաների մոտ է այդ մեծ սերը, որովհետև ես այնպես եմ անում, որ դասարանում իրենց տամ լիդերի, այսպես ասած, դերը, որովհետեւ շահագրգռվեն, հետաքրքրված մնան դասապրոցեսին ու տարբերությունը կայանում է նրանում, որ երեխային դպրոցը պետք է հոգեբանորեն մոտենալ, այսինքն իրեն պատրաստեք այդ 45 րոպեին նստելու, այսինքն հետաքրքիր խաղերով, անցումներով ունենք նաև նոր ծրագիր, որ երեխան ինքն իրեն է նախագիծ կազմում, ներկայացնում, այսինքն ընտրում է այդ մեր անցած թեմաներից իրեն համապատասխան նախագիծ, մենք որպես ուսուցիչ այդ նախագիծը օգնում ենք, օրինակ մեր երեխաներից մեկը ընտրել էր Վարամապետի Մարմաշենի վանական համալիրում անցկացված բաց դաս։ Մենք որպես ուսուցիչ ու դպրոցի հանրույթը, տնօրենությունը ուղղակի այդ նախագծին ընթացք է տալիս, այսինքն ինչ
հարմարանքներով պետք է մենք տրամադրում ենք քանակություն երեխաների, պարապեմադրությունը ինքն իրեն էր անում, ծրագիրը սլայդով սիրուն իրենք էին պատրաստում ու դա ոգևորվածություն է ու միշտ մենք խրախուսում ենք մեր երեխաներին ու քանի որ գնահատականով է դպրոցները, այսինքն փորձում ենք այնպես անել, որ միշտ այդ մրցակցությունը պահենք, այսինքն մի երեխա մի օր 8 է ստանում, ցկտում է, որպեսզի ավելի աշխատի 9 ստանա, հենց այդտեղից է արդեն առաջ է գալիս մեր կենտրոնի գործոնը, որ զգում ենք, որ երեխան մի քիչ համեմատած թույլ է, բերում ենք արդեն մեր կենտրոն, ասում ենք դուք կգաք Արտաշամյան մի օր մեր մեծերի փորձին, դա արդեն երեխաների մեջ ավելի ոգևորվածություն է առաջացնում ու կարծում եմ դպրոց ու կենտրոն տարբերությունը շահկաբաց է իրար, այսինքն եթե ճիշտ ես մոդելում նաև քո առարգային, դա նաև գալիս է մեր դպրոցից խստա պահանջ լինելուց, որ հաշվետու համերգներ ես տալիս, այսինքն ցուցադրում ես քո աշխատանքը, ոգևորվածությունը ինքնին, արդեն երեխայի տեղափոխումը հաջորդ պարասրա մի քայլ է, այսինքն դուք պետք է 5-րդ դասարանից սկսած փորձեք ճիշտ մոդելալ երեխաներին, որն որ Հարկասու այս պահին մեր մոտ ստացվում է ու կենտրոնում չունենք այս պահին երեխաների խնդիր, այսինքն ոգևորված 4-րդ դասարանը հիմա սպասում է դե երբ է սեպտեմբերին տեղափոխվելու 5-րդ, որ ազգային 2 պար անցնի ու արդեն ընդգրկվի մեր բոլոր ծրագրերի մեջ։ Շատ լավ է, իրականում ոգեշնչում է դա եւ Աշակ 5-րդ դասարանից մինչեւ որ դասարաններում է այս առարկան դասավանդվում։ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ դասարանում 5-րդ դասարանի ծրագիրը սկսում է հիմնականում տեսական մասից, այսինքն սկզբից ծանոթանում են ընդհանուր պարարվեստի, ընդհանուր պարերի ծագումնաբանության մասից, 6-րդ դասարանում արդեն երեխային փորձում ենք ծորիապես այդ նյութերի տրամադրելուց հետո տանենք դալիճ, պարաքայլերից, իսկ 7-րդ դասարանի հիմա մեր երեխաները արդեն պատրաստ են ներկայանալու հանդիսատեսին։ Մենք ազգային 2 պար առարգայով ունեցանք ցուցադրական հանդես, որը արդեն մի քիչ սուբյեկտիվ մոդելալով որպես ոչ պարարվեստի ներկայացուցիչ 6 կատարումով փայլուն ներկայացան հանդիսատեսին, այսինքն 7-րդ դասարանի երեխան լրիվ տիրապետում է 6-ից 7 ազգային պարերին, իրեն ծագումնաբանությանը, պարատեսակներին, ձեռքերի դիրքերին, այսինքն պատրաստի կադր է համալրելու արդեն մեր կենտրոն հիմնական համերգային ծրագրի, այսինքն 7-րդ դասարանում մենք արդեն ընտրում ենք մեր երեխաներին, որոնք որ արդեն պրոֆեսիոնալ արդեն շարունակում են։ Իսկ այն երեխաները, որոնք որ տեղափոխվում են 8-րդ դասարան, արդեն այդ առարգան չեն անցնում, հիմա ունենք մենք դպրոցում, ոնց որ միշտ կա, որ ինգեր Ամիրյան, ինչու մենք էլ արդեն չենք մասնակցում այդ ծրագրերի, մենք իրանցել ենք ոնց որ ոգևորվածությունը պահելով, հենց այդ տղաներին հավաքում ենք ու որպես արդեն ավակ ընկերներ ծրագրում ընդգրկում ենք, որպեսզի 8-րդ դասարանցիներն են մասնակցեն ու մինչև մեր դպրոցից գնալը միշտ այդ ազգայինը պահում ենք։ Ցանկացած միջոցառումների, նաև նշեմ այս ծրագրի առավելությունը, որ օգնում ենք, այսինքն դասղեկներին, այսինքն հետադարձ ինչ միջոցառում որ դպրոցում լինում է, օղակների, այսինքն տարական օղակի դասվարներին միշտ արդեն մեր երեխաները որպես պարպեմադրող օգնում են, այսինքն այս ծրագիրը նաև մանկավարժներին է մեր օգուտ տալիս, իրենց ծրագրում որ դպրոցը արդեն համույթ ունենա։ Այսինքն հեշտ կլինի ինչ որ բացման պար կամ ինչ որ փակումով անպայման ազգայինը մենք պահում ենք։ Բոլոր ծիսական տոներին մենք մեր դպրոցում կազմակերպում ենք շուրջ պար, այսինքն երեխաները գիտեն, այսինքն 5, 6, 7 ինքնստինգյան մասնակցում է, իսկ բոլոր արդեն 8-րդ, 9-րդ դասարան ովքեր անցել են, օրինակ ունեցանք Թամզարապարը ցուցադրություն ու արդեն ոնց որ բոլորը տեղյակ են, շուրջ պար ունեցանք Փափուրի պարը, ավանդական պարերը, այսինքն մենք միշտ ծիսական ցանկացած տոնի ունենք մեր բնորոշ պարերը ու երեխաները մեծ սիրով մասնակցում են այդ գործընթացին։ Աշակ, ըստ ձեզ, ինչու է արվեստը կարևոր կրթական գործընթացում։ Ինչ է տալիս արվեստը։ Արվեստը ամենակարևորը կոնկրետ մոդեցումն է, ճիշտ մոդեցումը արվեստ, տեսեք, հիմա դպրոցական ծրագրից էլի խոսեմ, այսինքն չենք շեղվում ազգայինից, այսինքն պահում ենք մեր ազգայինը։ Հիմա այնքան ցավով կարող եմ նշել, որ ցանկացած առիթների հիմա որ մեր երեխաները մեծերից է այդ գալիս էլի քնում են, միշտ ինձ այդ հարցը տալիս են, դե ինգեր Ամիրյան, մեզ վերացական կսովորացնեք, միշտ այդ խնդիրը Գյումրիում կա, ասում եմ լավ, վերացոնց հետաքրքիր չի ծեր ազգային Յարխուշ տան, ծեր ազգային Քոչարին, դու մի հատ քո ազգայինը ուսումնասիրի սովորի, այսինքն շեղվում են, եթե չլինի են այս ծրագրերը, մեր ազգայինից մենք լրիվ կդրվում ենք։ Այսինքն վերացական պարը վերացին կյանքում չի պարում ոչ մի հարսանիքներում, ոչ մի առիթներում
Ярխուշ տա։ Իսկ մեր մոտ կա այդ կարծատիպը, որ հիմնականում հարսանիքներին կամ միջոցառումներին բոլորս լսել ենք։ Դրա համար այս պահին մեր կոնկրետ երեխաները միշտ որ առիթերին են մասնակցում են, ես իրանց միշտ ասում եմ շուշ պար։ Շուշ պարով արդեն բոլորը ոգևորվում են ու արդեն սկսում են, այսինքն այդ ազգայինից չեն շեղվում։ Օրինակ մենք ծրագրում նաև ներառում ենք տարազագիտություն։ Այսինքն երեխան ուսումնասիրում է մեր ազգային տարազները։ Հիմիկվա տես պարային կոլեկտիվներում օրինակ ես միշտ այդ բացը տեսնում եմ, ընտրությունը շատ սխալ են անում։ Բեմադրում են ենթադրենք նախշերի ընտրությունը, տարազի պատմությունը, այսինքն մենք տալիս ենք նաև երեխային որոշակի իմացություն տարազների մասին, որ հին ժամանակներում օրինակ ես ինչ գյուղի, ես ինչ ավանդական տարազը եղել է սա, նկարագրիրը, սլայդով ցուցադրություններ են կազմակերպում, որ չկտրվենք այդ ազգայինից։ Նույնը նաև խորհուրդ կտամ մեր բարուսույցներին, որ այդ տարազագիտությունը, տարազի պատմությունը ճիշտ ուսումնասիրեն, օրինակ մեկ տարազով պարում են 4-ից 5 պար տարածաշրջանի տարբեր պարեր, որոնք որ ճիշտ չեն, այսինքն Կարինի տարածաշրջանին բնորոշ է եղել իրենց առանձին տարազը, օրինակ Քոչարին պարել Ուզուն դարա կամ Նազանի պարը Սայատնովա չի համադրվում, բայց դա էլ չեմ մեղադրում, որովհետև հիմա ծնողների խնդիրն է այստեղ առաջ գալիս, որ հովանավոր չեն կարող գտնել ու բոլորը ծնողների ֆինանսների հետ է կապված ու չեն կարող համույթները ունենան 10-ից 15 տարազներ, սա էլ իրեն առանձին խնդիրներն է գալիս, բայց հիմնականում ելի եմ ուզում նշել, որ այս ծրագիրը պիլոտային էր, սկզբից որ եկավ 2-3 դպրոցում է, հիմա արդեն ոնց որ փորձում են նախարարության ջանքերով արդեն հիմնական առարգա որպես դարձնեն ու վերապատրաստումները արդեն սկսում են Գյումրիում էլ անել, որ ցանկացողները նույնպես ընդգրկվեն ու այս առարգան արդեն հիմնավորված որպես հիմնական առարգա, մյուս առարգաների պես ոչ թե պիլոտային տարբերակ, այլ հիմնական մտնի բոլոր դպրոցներում ու պահվի կոնե դպրոցներում այդ մեր ազգայինը չշեղվենք։ Արշակ, երեխաների հետ աշխատանքում ամենակարևոր կետը ինչ կառանձնացնեք։ Երեխաների կոնկրետ փոքրերի խմբի հետ կապված, դե քանի որ ես երեխաներին շատ եմ սիրում, փորձում եմ առանձին մոտեցում ցուցաբերել, փորձում եմ իրենց հետ կապը իմ հետ դարձնել ոնց որ կախվածություն։ Այսինքն այնպես է մեր պարասրահից մեր փոքրիկ երեխաները գնում, որ տանը անպայման ծնողները զանգում են ինձ, թե մի հատ խոսեք, անպայման հագնվի կամ հացուդի կամ ես միշտ այս կապը փոխում եմ, այնպես եմ անում, որ կախվածություն լինի մեր փոքրիկների հետ ու առանձնացնում եմ հիմնականում իրենց պատասխանատվությունը, որ չեմ հանձնարարում օրինակ ծնողներին։ Ենթադրենք փոքր երեխային, 6 տարեկան երեխային հանձնարարում, որ ինքդ կգնաս տանը, քո ցերագրով, քո պատկերացումով կպատրաստես եւ փորձին կբերես կներկայացնես ենթադրենք նկար։ Ու հետո իմանում եմ ես ծնողներից, որ իրենց հետաքրքրվածությունը որ չեն թողնում մենք, կարող է ճիշտ է լավ չստացվի կամ ինչ որ միամ խնդիր լինի, բայց համենայն դեպս երեխային ես փորձում եմ հոգեբանորեն մոդելալ ցանկացած երեխայի, այսինքն համերգների է որ տանում եմ, փորձում եմ թեկուզ մի հատ մուտք դնեմ, որովհետեւ փոքրիկ երեխաները, օրինակ այս դեկտեմբերի միջոցառմանը Սանտաների շորերով են կազմակերպել ու այնպես են կարել, որ 4-5-6 տարեկան բոլոր երեխաները թեկուզ մի հատ այդ տոնածառի բոլորով մուտք անեն ու իրանց մենք նախորդին պատրաստել ենք, որ ձերը ամենակարևոր process-ն է, ձեզ նայում են ամբողջ Հայաստանը, ձեզ նկարահանում են ու ծնողների հետ որ խոսում են, պատմում են իրենց տպավորվածությունը, թե իրգունը ոնց են քնել, ոնց են պատկերացրել ու անամպեր սպասել, որ առավոտ ոնց են պատրաստվելու, այսինքն այդ ինտեգրվելը պարարվեստին փորձում ենք այնպես անել, որ պարասրահից կոկնան։ Դա կարևոր խնդիր է մեր համար ու առանձնացնում եմ հիմնականում անադական մոդեցումը, այսինքն երեխային մոդենալ անադական, թեկուզ ժեստով, թեկուզ մի հատ հայացքով, թեկուզ ես փորձում եմ պարասրահում այնպես անել, որ ենթադրենք մոդենամ այդ երեխուն, ինչ որ մի հատ ժեստ անեմ կամ ցույց տամ, որ դու ամենալավն ես, այսինքն դրանից երեխան ոգևորվում է, կամ օրինակների մեջ, բերումների մեջ միշտ ասում եմ օրինակ ամենափոքրիկ Մարիային, ենթադրենք տեսեք ոնց է անում, է շարժում է, այսպես արեք, ու ինքը արդեն ավելի է դրանից ոգևորվում։ Դրա համար իմ կարծիքով երեխային պետք է ճիշտ մոդենալ ու անհանդապես ու ամենակարևորը որպես մանկավարժ, պրոֆեսիոնալ մանկավարժ, այսինքն չմոդենանք որպես կրտահամալիր, որ գալիս է երեխան, այդ 2 ժամը մենք պարապում ենք, ճիշտ է, դրա դիմաց վարձատրում են ծնողները, այսինքն մենք չմտածենք բուն մենակ գումարի մասին, այսինքն մի քիչ գումար աշխատելու։ Այո, մի քիչ էլ որ հետո երեխաների մեջ այդ սերն է պահվի, օրինակ հիմա շատ գովելի է, որ մեր կենտրոնի երեխաները արդեն պարարվեստով են զբաղվում, ունենք ուսանողներ,
առաջին կուրս ունենք նույնիսկ արդեն, որոնք որ դժվարություններով են եկել, սկզբից հիասթափություն, հետո արդեն երբ ընդգրկվեցին այս process-ի մեջ, հանձնարարեցինք իրենց խմբեր, որ իրենք արդեն փորձաշրջանի պես պարաբասն երեխաներին, արդեն հիմա լուրջ մոդեցում են ցուցաբերել ու մեր պարարվեստում արդեն 0 կուրս, առաջին կուրս ունենք ուսանողներ ու դա կովելի է։ Արշակ, ինչքանով է օգնում պարը, որպեսզի երեխան դառնա ավելի ինքնավստահ։ Հիմնականում այս համեմատում են պարը մարդուն օգնում է ինքնավստահ դառնալու համերգներով, այսինքն երեխաները ինչքան դուրս են գալիս երկրից կամ ինչքան բեմ են դուրս գալիս, մի բեմը համեմատում ենք մենք 10-15 պարամունքի հետ, այսինքն ինքնավստահ են դառնում, այսինքն երեխան երբ գալիս է արդեն համերգասար, գիտի որ կարող է պարել, այսինքն ինքնավստահ է, երբ ես վերջին պահին խոսում եմ երեխաների հետ եւ տրամադրում եմ, զգում եմ որ արդեն իրենք կոորդինացված են ու ընդանուր լրիվ պատրաստ են, այսինքն երեխային այդ բեմին հասցնելը ամենադժվար process-ն է, երբ ինքը մի անգամ դուրս է գալիս, երբ հանդիսատեսին տեսնում է ու զգում է, արդեն ինքը լրիվ մոտիվացվում է, ինքնավստահ է դառնում, երբ ես բարդ բեմադրություններ եմ սկսում անել ու աշխատել, սկզբից հարցնում եմ, հա երեխաներ կարող ենք, ստացվում է, դե փոխենք մի քիչ շեշտացնենք ու զգում եմ, որ արդեն երեխաների մոտ ավելանում է ցանկություն, նոր տեխնիկապես ավելի բարդացնենք, այսինքն պդույտներ, մնացած ավեն ինչը արդեն շատացնենք ու դա երեխաների վստահությունն է։ Այսինքն ինչքան մենք ես խորհուրդ եմ տալիս բոլոր մեր պարուսույցներին, որ ինչքան երեխային բեմ հանենք, մի բեմը 10-ից 15 պարամունքի տեղ հաստատ կլրացնի, որ ինքնավստահ դառնան երեխաները։ Դրա համար հենց այդ Arart Production-ի մեր գաղափարը կայանում է նրանում, որ փորձում ենք այս տոնորերից հետո ոչ մի ամիս բաց չթողնել։ Ու հիմնական նպատակը մեր մարզերում իրականացնելն է, այսինքն պլանավորում ենք Արտիգում կազմակերպել համերգ, ունենք Ճամբարագում կազմակերպած համերգ, այսինքն տարբեր տեղեր են գնում, որովհետեւ երեխան չկենտրոնանա Գյումրի, Միայն իրենց անմիջապես։ Միայն, այո, որովհետեւ Գյումրիում էլ ունենք երկու տեքստիլի ակումբն ու դրամատիկական թատրոնը, ոնց որ ծնողները միշտ հետաքրքրված են ավելի դուրս, ավելի լավ է դուրս տանենք, դրա համար մեր այս production-ը ընկերոջս հետ որ հիմնադրել եմ, ինքը համակարգում է այն թևը, այսինքն համերգները կազմակերպում ենք Ճամբարագում, Հրազդանում, Վանաձորում, այսինքն երեխաներին հետաքրքրություն է առաջացնում, որովհետեւ տարաբնույթ լինի ու երեխաներին հետաքրքիր ավելի process-ը կազմակերպենք այդ պարգևադրման արարողությունը, հրավառությունը, ու հիմնականում փորձում ենք այնպես անել, որ փոքրերին հանձնարարենք, որպեսզի ավելի ոգևորվեն ու ծնողների պատմելով, որ իրանք որ այդ հրավառությանը ներկա են ու կարմիր գորգով քայլում են, պատվոգրեր են ստանում, ավելի են ոգևորվում։ Մնում է, որ կարողանանք պահենք մեր երեխաներին ճիշտ, այսինքն չշեղվենք, այսինքն երբ երեխան գալիս է բարի, եթե ծնողը չի հետևում երեխային, այսինքն չի քնում պարասերա հաշվետվություն չեն ներկայացնում ղեկավարները, այդ երեխան սխալ է կրթվում։ Հետո որ գալիս են արդեն մեր կենտրոն, ենթադրենք հարցնում ենք քանի տարի եք հաջողում պարը, ասում են 3-4 տարի, նույնիսկ կրունկ թաթ, որը մեր տերմինոլոգիայով ամենահասարակն է, չի կարող երեխան անել։ Այսինքն զգում ենք, որ այդ երեխան պրոստը ուղղակի հաճախել է իրենց ժամանակի համար։ Դրա համար խորհուրդս նայեմ մեր ծնողներին, որպեսզի ընտրեն իրենց երեխաների համար մասնագիտացված այնպիսի կենտրոններ, որտեղ երեխան ունենա անհատական մոտեցում, այսինքն քանակության հետ չեն աշխատում, ավելի լավ է, կոնկրետ ես այդ սկզբունքով եմ առաջնորդում հանեմ երեխաներին 10-ից 12 մասնագիտացված պրոֆեսիոնալ երեխաներ անհատական մոտեցումով, բայց այնպես եմ անում, որ բոլոր համերգներին երեխաները մասնակցեն, այսինքն պարաբեմադրությունների մեջ դինեն։ Քան ասենք օրինակ 50 երեխա հանեմ, վերջին շարքում ունեցանք այդպիսի դեպքեր, այս վերջին նկարը համանը, երբ աշխատանքների ենք տանում, նայում ենք վերջին շարքը ընդհանրապես բարի հետ կապ չունի, ընդհանրապես համաչափություն չկա, ուղղակի այդ երեխային քանակությունը լրացնելու համար բերել են։ Սա դե կոչես, որ երեխաներին ճիշտ ուղղորդեն, որպեսզի կարողանան երեխաների մեջ էլ արտնացնեն ցանկությունը զբաղվել ճիշտ պարարվեստով։ Արշակ, այս մասին կարելի է անվերջ խոսել, ցավոք մեր եթերաժամանակը արդեն սպառվում է։ Ես շնորհակալ եմ ձեզ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Եվ նաև ուզում եմ հիշեցնել մեր հետևորդներին եւ հեռուստադիտողներին, որ կրթությունն այսօր ոդքասթի հերթական թողարկումն է Ցայք հեռուստաընկերության եթերում։ Կհանդիպենք։